Բացահայտվել է Գեորգի Կվարացխելիայի դիտավորյալ սպանության գործը։ Մեկ անձի Թորնիկե Կաճարավային մեղադրանք կառաջադրվի քրեակատարողական հիմնարկում, իսկ երկրորդ մեղադրյալի Դավիթ Դեկանոսիձեի նկատմամբ կհայտարարվի հետախուզում։ Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Ուկրաինային և Լեհաստանին միավորում է ընդհանուր սպառնալիքը՝ Ռուսաստանը, եւ անհրաժեշտ է պահպանել փոխըմբռնումն ու փոխադարձ աջակցությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նավրոցկին Զելենսկուց հետ էր վերցրել սպիտակ արծիվ շքանշանը։ Որպես պատճառ նշվել էր այն, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհվել էր Ուկրաինայի ապստամբական բանակ անվանումը։ Ազգային շարժման գործող նախագահի և քաղաքական խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է, սակայն կուսակցության տեղեկատվությամբ ըստ կանոնադրության նրանց լիազորությունները կշարունակվեն մինչև կուսակցության հաջորդ համագումարի անցկացումը։ Համագումարի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն այն նախատեսվում է անցկացնել հուլիսի վերջին։ Զուգահեռաբար Միխեիլ Սաակաշվիլին բանտից ուրվագծել է զարգացման ծրագիր, որում նշվում է, որ պետք է ստեղծվի բարեփոխիչների խորհուրդ, որը պատասխանատու կլինի կուսակցությունում իրականացվող բարեփոխումների համար։ Նա ինքը կլինի այս խորհրդի նախագահը։ Սաակաշվիլիի ծրագրին հաջորդել են քաղաքական գործիչների գնահատականները։ Սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունն ընթանում է առավոտից։ Նիստում հարցաքննվում են մեղադրող կողմի ներկայացրած 4 վկաներ, որոնցից 2-ը քննիչներ են։ Դատավարությանը մասնակցում են մեղադրյալների մի մասը։ Նրանց հայտարարությամբ գործը աբսուրդային է և 45 հատորանոց գործում չկա որևէ ապացույց, որը կհաստատի իրենց ներկայացված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի, Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարյայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ պետության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։ Գեորգի Վաշաձեի, Զուրաբ Գիրչի Ջափարիձեի և Նիկա Գվարամյայի նկատմամբ որպես խափաման միջոց կիրառվել է 30,000 լարի գրավ, իսկ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ։ Մսխեթամթիանեթի ոստիկանության վարչությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում։ ՆԳՆ-ի նախարարը աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարին ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Սամարղանիշվիլիին։ Նա այս պաշտոնում փոխարինել է Արչիլ Մախարաձեին, որը հետագայում կշարունակի աշխատանքը ՆԳՆ-ի օպերատիվ ապահովման վարչության տնօրենի պաշտոնում։ Հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններին։ ԱՄՆ-ի նախագահի և դաշինքի մյուս առաջնորդների միջև առկա տարաձայնությունները ցույց են տալիս ոչ թե ՆԱՏՕ-ի թուլությունը, այլ նրա ժողովրդավարական ուժը։ Այդ մասին հայտարարել է Մարկ Ռյուտեն։ Ռոութերսին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է ՆԱՏՕ-ին, իսկ եվրոպացի դաշնակիցներից պաշտպանության համար ավելի մեծ ծախսեր պահանջելը արդարացված էր։ Նա նաև դիմելով Վլադիմիր Պուտինին նշել է, որ դաշնակիցները երբեմն վիճում են, սակայն վերջում միավորվում են և հենց դա է արժեքների վրա հիմնված դաշինքները տարբերում Ռուսաստանից և Չինաստանից։ Ներդրումների ներգրավման համաշխարհային վարկանիշում Վրաստանը առաջ է անցել և զբաղեցրել աշխարհի 12-րդ տեղը։ Չանդլերի ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի լավ կառավարման զեկույցը։ Վրաստանը գերազանցել է մեծ յոթնյակի բոլոր երկրներին, ինչպես նաև Եվրամիության, Շենգենյան գոտու և ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների, այդ թվում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Ճապոնիային, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային և Շվեյցարիային։ Ներդրումների ներգրավման ինդեքսը հիմնվում է երկու համաշխարհային զեկույցների վրա՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և ամերիկյան Heritage Foundation կազմակերպության թեմատիկ հետազոտություններին։ Խոսքը 5-ամյա հաշվարկով արտասահմանյան ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի մասին է։ Ամերիկայի հերթական ավիահարվածը Իրանին։ Նահանգները հարվածել են շուրջ 90 ռազմական թիրախների, դրանց թվում եղել են հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ հսկողության միջոցները, հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերի պահեստները, ռազմածովային ուժերի օբյեկտները և Իրանի ափամերձ ռազմական լոգիստիկական ենթակառուցվածքները։ Հարվածները հաջորդել են նախորդ գիշեր Իրանում իրականացված հարձակմանը։ Գործողության նպատակը Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա հարձակում
հաստատումների թուլացումն էր, ասված է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։ Իրանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ԱՄՆ-ի նոր հարվածներին ի պատասխան հարվածներ են հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին։ Արդյունքում զոհվել է 3 մարդ։ Ամերիկան կհանի Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ նախագահի վարչակազմն արդեն տեղեկացրել է կոնգրեսին և որոշումն ուժի մեջ կմտնի 45-օրյա ժամկետի ավարտից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա երկրին վերականգնվել և վերադառնալ միջազգային տնտեսություն։ Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում էր գտնվում 1979 թվականից։ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը պատասխանել է Իսրայելի և Հունաստանի վարչապետների քննադատությանը։ Խոսքը վերաբերում էր Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի դեմ նրանց դիրքորոշմանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով Բենյամին Նեթանյահուի և Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությունները իր համար նշանակություն չունեն։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն գործնականում վերացրել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները և Անկարան Վաշինգտոնի հետ բոլոր հարցերը հստակեցրել է։ Գագաթնաժողովի ավարտից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն դաշինքի շրջանակներում և նպաստել անդամ երկրների միջև պաշտպանական բեռի առավել արդար բաշխմանը։